Այսօր տոնական օր է։ Մի քանի օր առաջ մենք տոնում էինք, ավելի ճիշտ 10 օր առաջ մենք տոնում էինք Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, եւ մենք հատուկ այդ տոնին նվիրված աղոթքաժողով ունեցանք, եւ մանրամասն նաեւ մեր աղոթքները այդ տոնի համբարձման տոնի առանձնահատկության, համբարձման տոնի բերած օրհնությունների եւ այդ աներևակայելի հրաշալի իրադարձության ժամանակ Տեր Հիսուսի տված հանձնարարությունների մասին էր եւ ուզում եմ հիմա այսօրվա տոնական պատգամը Պենտեկոստեի հոգեգալուստի այս պատգամը սկսել հենց համբարձման նախօրեին, համբարձմանը նախորդած ժամանակահատվածում Տեր Հիսուսի տված հանձնարարություններով։ Եվ 3 հատված եմ ընթերցելու Աստվածաշնչից, շատ կուզեմ ուշադիր լսենք սա, որովհետև Տեր Հիսուսը այս խոսքերը իր աշակերտներին ուղղեց։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին, եթե դու որոշել ես քո կյանքը ապրես իր աշակերտի կյանքով, ապա պիտի ընդունես նրա հանձնարարությունը, որովհետև ինչպես գիտենք, օրինակ, չգիտեմ, մի հեռու երկիր գնալուց առաջ ծնողները, ասենք, կանչում են երեխաներին, որոնք մնալու են տանը ու հանձնարարություններ են տալիս, եթե ինչ-որ երկար ժամանակով պիտի բացակայեն, կամ, չգիտեմ, մարդը մահանալուց առաջ կանչում է իր ամենամտերիմներին եւ ինչ-որ բաներ է փոխանցում, խրատներ, թեկուզ հանձնարարություններ, եւ հա Տեր Հիսուսը իր երկրային առաքելությունը ավարտելուց առաջ, որովհետև նա իր ծառայությունը, իր առաքելությունը շարունակում է հիմա երկնքում, Աստվածաշունչն ասում է, որ հոր աջ կողմում բազմած բարեխոսում է մեզ համար, մինչ գնալը երկինք, մինչ համբարձվելը նա հանձնարարություններ տվեց եւ սկսենք Մարկոսի ավետարանից, Մարկոսի ավետարան 16-րդ գլուխ 15-ից 20 խոսքերը ընթերցենք։ 16-րդ գլուխ 15-ից 20 խոսքերը։ Ապա նրանց ասաց. գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին ավետարանը քարոզեք։ Սա հանձնարարությունն է մեզ, իր աշակերտներին։ Ով հավատա ու մկրտվի կփրկվի, իսկ ով չհավատա կդատապարտվի։ Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն իմ անունով, դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, ձեռքով օձեր կբռնեն եւ եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն։ Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց եւ նստեց Աստծու աջ կողմում, իսկ նրանք, աշակերտները, գնացին եւ քարոզում էին ամենուր Տիրոջ գործակցությամբ եւ իրենց խոսքը հաստատում էին այն նշաններով, որ ուղեկցում էին իրենց։ Ամեն։ Կուզենք այսպիսի կյանք ապրենք։ Կուզենք, որ մեր քարոզությունը, մեր իր հանձնարարությունը կատարելու ժամանակ Աստված գործակցի մեզ հետ։ Գրածա նշաններով հաստատում էր նրանց խոսքը։ Հաջորդը ընթերցենք Մատթեոսի ավետարան 28-րդ գլխից 18-ից 20 խոսքերը, շատ հայտնի հատված, որ անվանվում է մեծ հանձնարարական։ Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը։ Այստեղ այլ շեշտադրություն ենք տեսնում։ Տերը ասում է չվախենակ, իմն է ողջ իշխանությունը երկնքում եւ երկրի վրա։ Եվ ես ձեզ ուղարկում եմ, բայց ձեզ հետ եմ լինելու ամեն օր։ Ձեր հանձնարարությունը մարդկանց փրկության բարի լուրը փոխանցելն է եւ նրանց աշակերտ դարձնելը, որպիսի սովորեն պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Աշակերտը հենց սա է, որ սովորում է, բայց ինչ պիտի սովորի։
սովորի այն ամենը, ինչ Տեր Հիսուսը փոխանցել էր իր աշակերտներին։ Եվ վերջին հատվածը հանձնարարության Գործք առաջին գլխի 6-ից 9 հատվածը ընթերցենք։ Աշակերտներն իրար միացան եւ նրան հարցրին ասելով. «Տեր, այս ժամանակ է Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։ Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց»։ Երբ Տիրոջ վերադարձը, ի՞նչ է լինելու։ Հիմա գիտեք ամենաշատ տարածված հարցը, հափշտակությունը նեղություններից առաջ է լինելու, թե հետո։ Մարդիկ ուզում են իմանան, իրանք տառապանքով կանցնեն, թե չեն անցնի։ Տեր Հիսուսն ասեց, ձեր գործը չի իմանալը։ Բա ի՞նչն է մեր գործը։ Ձեր գործը չի նստել ու երևակայել այսպես կլինի, այն մեկն էլ ասի, չէ, այսպես կլինի, այն մեկ ասի, չէ, ես քո հետ համաձայն չեմ, սկսեն աստվածաբանական բանավեճեր, ձեր գործը դա չի։ Ձեր գործը չի իմանալ ժամերն ու ժամանակները։ Բա ո՞րն է մեր գործը։ Եվ Հիսուսն ասաց նրանց. 8-րդ խոսքից ընթերցեմ. բայց դուք զորություն կստանաք, երբ հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև աշխարհի ծայրերը։ Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Տեր Հիսուսը վեր բարձրացավ եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Ամեր գործը սպասեք, մինչև վերից զորություն ընդունեք։ 10 օր անց ընթերցում ենք Աստվածաշնչում, թե ինչ էր տեղի ունենում այդ 10 օրերի ընթացքում։ 10 օր անց տեղի ունեցավ այն, ինչ մենք այսօր տոնում ենք, որ կոչում ենք հոգեգալուստ։ Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա։ Պենտեկոստեի տոնի օրը։ Պենտեկոստեն հին կտակարանյան տոն էր, որ ամբողջ հրեաները աշխարհի որ ծայրում էլ լինեին, ամբողջ սփյուռքը հավաքվում էր, ովքեր որ իհարկե հնարավորություն ունեին ճամփորդելու, գալիս էին տոնելու Պենտեկոստեի օրը։ Պենտեկոստեի տոնը, որը առաջին բերքի տոն էր։ Եվ տեսնում ենք մենք առաջին բերքը, գիտեք, Աստվածաշնչում գրված է, որ մենք այսպես փոխաբերական իմաստով կարծես Տիրոջ այգում տնկված ծառներ լինենք։ Եվ այս ծառերից Աստված մի բան է ակնկալում, որ իրանք պտուղ տան։ Հիշում եք խոսքերը հայտնի, որ պտուղ չի տալիս, ասում է կացինը արմատին դրված է, բայց մի տարի էլ համբերենք, պարարտացնենք, սպասենք, կտրելը ամենահեշտ գործն է ծառի։ Բայց Աստված չի ուզում անպտուղ ծառը կտրի։ Աստված ուզում է, որ անպտուղ ծառը պտուղ տա։ Փոխվի ծառը ու պտուղ տա։ Այնքան հեշտ կլինի կտրելը։ Բայց Աստված չի ուզում կտրի։ Եվ Աստված ուզում է, որ մենք պտուղ տանք։ Եվ այս առաջին բերքի տոնի օրը եկավ, գիտեք, եկեղեցին, երբ որ աշակերտները լցվեցին հոգով, Սուրբ Հոգով լցվեցին, այդ օրը 3000 հոգի ապաշխարեց։ Դրանից հետո ես կկարդամ հատվածը, երկար հատված է, բայց ժամանակ կտրամադրեմ կարդամ ամբողջ երկրորդ գլուխը, միասին ընթերցենք, միասին գոնե պատկերացնենք ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Եվ այս ոչ միայն այդ օրը տեղի ունեցավ այդ բերքը, այդ հունձքը, մարդկանց ապաշխարությունը 3000-ի միանալը եկեղեցուն, այլև գրված է, որ դրանից հետո ամեն օր Տերը մարդկանց էր բերում եկեղեցի, մարդկանց միացնում էր եկեղեցուն։ Ահա պտղաբերություն։ Եվ այս պտղաբերության գաղտնիքը Սուրբ Հոգու ներկայությունն էր աշակերտների կյանքում։ Այնքան հրաշալի էր երկրորդ երգչախմբի այս երգերը, անկեղծ ասած, երբ որ մենք երգերը ընտրեցինք, մենք չգիտեինք, որ ընկնելու է օրը հենց այս օրը։ Եվ մենք երգերը չենք ընտրել Պենտեկոստեի տոնի առնչությամբ, բայց եթե զգացիք հոգու մասին էր, կարծես հատուկ ընտրված էին այս երգերը այս տոնի կապակցությամբ, եւ դա հավատում եմ, որ հատուկ ընտրված էին, ուղղակի մենք չէինք ընտրել։ Դա Տերն էր ընտրել, ինքը գիտեր, որ այսօրն է լինելու երկրորդ երգչախմբի նորամուտը։
Եկեք տեսնենք ինչով էին զբաղված աշակերտները։ Գործք առաքելոց 1:14-ում գրված է, որ իրենք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին։ Մի քանի կանանց Հիսուսի մոր Մարիամի եւ նրա եղբայրների հետ գնացին Տեր Հիսուսի հանձնարարություններ սպասեք Երուսաղեմում, մինչև վերից զորություն կառնեք, եւ իրենք գնացին ու միաբան, սա շատ կարևոր է, սա մեր պատգամի կետերից մեկն է, պատգամի վերնագիրն եմ մոռացել ձեզ ասել, ինչպես ընդունել հոգու զորությունը։ Եվ համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով Քրիստոսին սիրում է, ով շնորհակալ է այն փրկության համար, որ Քրիստոս բերել է իր կյանքի մեջ, իր թանկ, իր անգին զոհի շնորհիվ, մեր շնորհակալությունը պիտի լինի իր հանձնարարությունը ընդունելը, իր գործը վերցնելը, իր գործին նվիրվելը, բայց իր գործին նվիրվել առանց իր հոգու զորության Տեր ասեց հնարավոր չի։ Հոգին ձեզ պիտի զորացնի, որպեսզի դուք կարողանաք այս մեծ հանձնարարությունը իրականացնել, այս մեծ հանձնարարականը կյանքի կոչել։ Սպասում էին, գրված է, որ մոտ 120 հոգու չափ էին, 15-րդ խոսքում ասա գրված։ 120 հոգի աշակերտները, ոչ միայն 12-ը։ Գրված է, որ Հիսուսի եղբայրներն էին եկել ու միացել, այսինքն այն եղբայրները, որ տաղավարահարած տոնի օրը տեսնում ենք, որ այնքան էլ չէին հավատում, կարծես իրենց հեգնական խոսքերով Հիսուսին ասում էին, դե եթե դու այդ մեծ մարգարեն ես գնա քեզ հայտնիր, այսօր արդեն տեսնում ենք, որ հավատում էին խաչելությունից հետո եւ շատ աշակերտներ, հիշում եք, հարությունից հետո, որ դեռ չէին հանդիպել հարություն առած Քրիստոսին, կասկածներ ունեին։ Աշակերտներից ոմանք տեսել էին, ասում են մենք տեսել ենք, ոմանք ասում են հնարավոր չէ այդպիսի բան։ Մենք պիտի իրենց հասկանանք, որովհետև քննադատելը հեշտ է, բայց մարդկանց համար իրենց աչքով տեսել էին Քրիստոսի մահը խաչի վրա, գերեզման դրվելը, եւ հետո ինչ որ մեկը ասում է, մենք կենթանի տեսել ենք իրեն։ Ոմանք հավատում էին, ոմանք ոչ, բայց արդեն Տերը այս ընթացքում Աստվածաշունչը ասում է, որ ոչ միայն 120-ին, 500-ին էր երևացել, մոտ 500 աշակերտի երևացել էր։ Եվ 120-ը հավաքվել էին միասին եւ ասում էին, Տեր, դու խոստում ես տվել, մենք սպասելու ենք Երուսաղեմում այնքան, մինչև վերից զորություն կստանանք։ Եկեք կարդանք բավականին երկար հատված, Գործք առաքելոց 2-րդ գլխի 1-ից 36-ն եմ ընթերցելու եւ հետո կգնանք առաջ, որպեսզի ամբողջ պատմությունը հասկանալի դառնա մեզ։ Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ Հանկարծ երկնքից սաստիկ քամուպես մի ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Այստեղ կան մարդիկ, որ ունեն օտար լեզուների պարգևը։ Գիտեք, օտար լեզուների պարգևը հրաշալի պարգև է։ Աստվածաշունչն ասում է, որ այս պարգևը քո անձի շինության համար է։ Այս պարգևը մի զորավոր պարգև է, որ դու Աստծու հետ ես խոսում։ Ոչ թե մարդկանց հետ, առաջին Կորինթացիս 14-րդ գլխում գրված է, Աստծու հետ ես խոսում եւ քո միտքը չի հասկանում այս օտար լեզուներով խոսելու ժամանակ ինչ ես դու խոսում, բայց Հոգին քեզ աղոթել է տալիս, այն ինչը որ դու կարիք ունես։ Սա հրաշալի պարգև է անձի շինության համար։ Եվ եթե հանկարծ կողքից ինչ որ մեկը լսի եւ հասկանա սա նրա համար, լինելու է նշան, որովհետև ահա կտեսնենք ինչ է լինելու։ Այս պարգևը, ինչպես ոմանք թյուր իմացաբար, Աստվածաշնչից կտրված, փորձում են մեկնաբանել, որ այն ժամանակ
այս պարգևը տրված է եղել, որպեսզի գնան տարբեր երկրներ, քարոզեն մարդկանց չիմանալով այդ լեզուն։ Ամենապարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր չի, որովհետև այդ դեպքում ինչի համար էր թարգմանության պարգևը։ Երբևէ մտածել եք, թարգմանության պարգևի մասին է խոսում։ Եվ ասում է, օտար լեզվով խոսողին, եթե ոչ ոք չի հասկանում, այստեղ եկեղեցուն պետք է մեկը, որ թարգմանի, որպեսզի հասկանան այս մարդիկ։ Իսկ եթե չկա թարգմանող, այս պարգևը եկեղեցուն խոսելու համար չի, այս պարգևը Աստծուն խոսելու համար է։ Քեզ համար առանձին խոսիր, առաջին Կորինթացիս 14-րդ գլուխը պարզ ու հստակ բացատրում է։ Եվ այս զորավոր պարգևը գալիս է Սուրբ Հոգու այս գալուստով, մինչ դա չկար այս պարգևը։ Եվ ահա տեսնում ենք, սկսում են ուրիշ լեզուներ խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։ Այսինքն, ինչպես ասացի, Սփյուռքից եկել էին եւ եկել էին տոնի, երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենց յուրաքանչյուրի լեզվով։ Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը խոսում են գալիլեացի չեն։ Ինչպես է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն»։ Տարբեր տեղերից մարդիկ են եկել, տարբեր երկրներից, ինչպես այսօր, երբ որ Սփյուռքից հավաքվում են, գալիս են Հայաստան, ամառ լավ ժամանակ է, շատերը հայկական Սփյուռքից գալիս են Հայաստան, եւ մենք էլ հյուրեր ենք ունենում մեր եկեղեցում, մեկը գալիս է Ռուսաստանից, մեկը գալիս է Չեխիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, եւ պատկերացրեք գալիս են, իրենք գիտեն այդ տեղի լեզուն, որովհետեւ այդտեղ ապրում են, եւ հանկարծ լսում են, այստեղ մեկը մաքուր իրենց լեզվի անգամ վկայություններ կան, կենթանի վկայություններ, որ մարդիկ ասում են, ոչ միայն մեր լեզուն է խոսում, այլ մեր լեզվի այն բարբառն է խոսում այդ տեղանքի, որտեղ մենք ենք ապրում։ Եվ սա հասկանում են, որ սա միայն Աստված կարող է անել։ Սա մարդու գործ չի։ Մենք Պարթևներ ու Մարեր, Էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանում ու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում, Փրուգիայում ու Պամփուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվող ու հռոմեացի եկվորներ, հրեաներ, թենորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում։ Ոչ թե իրանց քարոզում էին, այլ Աստծուն էին փառաբանում, եւ իրանք լսում էին դա եւ հասկանում։ Իսկ ուրիշները միշտ կան այսպիսի մարդիկ, որոնք ծաղրում են։ Եվ ամենավտանգավոր բանը, անգամ եթե, սիրելիներ, կլինեն մարդիկ, որ իրենց եկեղեցական կրթության, իրենց պատկերացումների, իրենց փոխանցած հոգևոր գիտելիքների արդյունքում մերժում են օտար լեզուների պարգևը, ինչ հիմնավորումներ ունենալով։ Զգույշ եղեք, որ չծաղրեք։ Զգույշ եղեք, որ հոգու պարգևին չասեք չարից է։ Սա ամենավտանգավոր բանն է, որ մարդիկ անում են։ Ոմանք ծաղրելով ասում էին, քաղցր գինով են հարբել։ Այն մարդիկ, որ հասկանում էին, ասում էին, «Էս ինչ է, չի լինի այսպիսի բան», բայց օտար լեզուների պարգևը մի քիչ տարօրինակ պարգև է, եւ չհասկացողը ասում է, «Ինչ է խոսում այս մարդը»։ Չհասկացողի համար ասում է, խոստովանություն անեմ, առաջին անգամ, որ ես լսել եմ օտար լեզուների պարգևի գործածությունը ինչ-որ մեկի կյանքում, որ լսել եմ օտար լեզուներով խոսել, ասել եմ, խելքները գցել են այս մարդիկ։ Ես ինքս հավատացյալ չլինելով այսպիսի որակում եմ տվել Փառք Աստծուն, որ ինքը նայում է ու ասում է դու երևի չգիտեմ, ինձ ասես դե ոչինչ։ Կհասունանաս, մի քիչ Աստվածաշունչ կկարդաս, կհասկանաս, որ դա իմ գերբնական դրսևորումն է մարդկանց կյանքում։ Եվ հետո դու ինքդ կխնդրես ու կստանաս։ Եվ իմ փափագն է, Պողոս առաքյալը գիտեք ինչ է ասում, ասում է ձեզանից բոլորից շատ ես եմ լեզուներով խոսում եւ փափագում եմ, որ ամենքդ խոսեք, որովհետեւ սա հրաշալի պարգև է։
Առաջին Կորինթացիներ 14-րդ գլխում գրված։ Բայց ոմանք ասում էին, քաղցր գինով են հարբել։ Եվ Պետրոսը 11-ի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց եւ նրանց ասաց. «Ով հրեաստանցիներ եւ բոլորդ, որ Երուսաղեմում եք ապրում, սա թող հայտնի լինի ձեզ եւ ականջ դրեք իմ խոսքերին։ Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա 3-րդ ժամն է, այլ սա հենց այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով, եւ վերջին օրերին ասում է Աստված, իմ հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եվ իմ ծառաների ու աղախինների վրա եւս այդ օրերին իմ հոգուց պիտի հեղեմ եւ պիտի մարգարեանան եւ պիտի ցույց տամ հրաշքներ վերը երկնքում եւ նշաններ ներքևում երկրի վրա արյուն, կրակ ու ծխիսյուն արեգակը պիտի փոխակերպվի խավարի եւ լուսինը արյան քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը եւ այնպես պիտի լինի որ ամեն ոք ով Տիրոջ անունը կանչի պիտի փրկվի այս պարգևը նրա համար չի, որ դու ասես, ես արդեն լեզուներ եմ խոսում։ Այս պարգևը ընդհանրապես լեզուների մասին չի, լեզուները այս պարգևը ընդունելու նշանն է։ Այս պարգևը Տիրոջ խոսքը մարդկանց, Տիրոջ փրկության ավետարանը մարդկանց տանելու համար է։ Հիշում եք մեծ հանձնարարականը։ Տերը տվեց հանձնարարությունը, գնացեք ազգերին աշակերտ դարձրեք, եւ ես ձեզ հետ կլինեմ զորությունով, նշաններով, հրաշքներով կհաստատեմ այն ավետարանը, որ դուք կփոխանցեք մարդկանց։ Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք ով Տիրոջ անունը կանչի պիտի փրկվի։ Ով իսրայելացիներ, լսեք այս խոսքերը։ Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով։ Նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք եւ փայտի վրա գամելով սպանեցիք։ Նրան Աստված հարություն տվեց, մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահը իշխեր նրան։ Ինչպես Դավիթը Հիսուսի մասին ասում է. Տիրոջն ամեն ժամանակ տեսնում է իմ առաջ, որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։ Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց, մարմինս էլ հույսով պիտի ապրի, որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի եւ թույլ չես տա, որ քո սուրբ ապականություն տեսնի։ Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները եւ ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես։ Մեջբերում Դավիթ թագավորի սաղմոսներից։ Հիմա շարունակությունը։ Եղբայրներ, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա եւ մեռավ եւ թաղվեց եւ նրա գերեզմանը մինչեւ այսօր մեր մեջ է։ Այսինքն Դավիթը այս խոսքերը իր մասին չէր ասում։ Արդ մարգարե լինելով նա գիտեր, որ Աստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին, ուստի կանխավ տեսնելով նա խոսեց Քրիստոսի հարության մասին, նա գերեզմանում չթողնվեց, ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ Հիշում եք Տեր Հիսուսի հանձնարարությունը Գործքի 1:8, ասես կգնաք եւ իմ վկաները կլինեք։ Ահա հոգով լցված աշակերտները ասում են մենք վկա ենք, Քրիստոս կենդանի է։ Մենք վկա ենք, նա հարություն է առել։ Մենք վկա ենք, իսկ մենք վկա ենք։ Մեր կյանքում, լսեք, երբ որ դուք մեկին եք տեսնում, ով Քրիստոսի կարիք ունի, մեկին ով գալիս է նեղված, ձեր մոտ սկսում է մեկ ուրիշից բամբասել, կամ իր կյանքից բողոքել, արդյոք դու իրեն ասում ես, լսի, կա մեկը, որ կարող է քեզ հանել այդ իրավիճակից։ Որ մեկը գալիս է ու սկսում է քեզ հետ կիսվել, թե ինչպիսի ծանր կյանքով է ապրում։ Հենց այսօր առավոտյան մեկը նկարագրել էր իր իրավիճակը, մանրամասներ չեմ ասի, բայց այնպիսի ծանրագույն իրավիճակ էր, որ տրամաբանությամբ ելք չկա այդ իրավիճակից։ Եվ ես իրան խորհուրդ տվեցի,
ապաշխարի։ Որովհետև ապաշխարած մարդու կյանքում գալիս է Սուրբ Հոգու զորությունը։ Որ Սուրբ Հոգու զորությունը գալիս է, ինքը համ ուժ է տալիս քեզ դիմանալու, ծառայելու, գործելու, համ էլ քեզ իմաստություն է տալիս, որն է ելքը, ինչպես քեզ պահես, ինչ քայլեր անես, ինչ քայլեր չանես։ Սուրբ Հոգու զորությունը, սիրելիներ, առանց Սուրբ Հոգու զորության քրիստոնեական կյանք ապրելը այս աշխարհի ամենատանջալի գործողությունն է։ Սուրբ Հոգու զորությունով ամենաբարդ կյանքը դառնում է ուրախության, արդարության ու խաղաղության մի ընթացք։ Գաղտնիքը Հոգու զորության մեջ է։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ Արդ Աստծու զորությամբ բարձրանալով հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, եւ դուք հիմա այն տեսնում ու լսում եք։ Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է. Տերն իմ Տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, մինչև որ թշնամիներիդ ոտքերի տակ իբրև պատվանդան դնեմ։ Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, արդ ամբողջ հայ ժողովուրդը թող վստահաբար իմանա, որ Աստված նրան եւ Տեր եւ օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք։ Իհարկե մենք կարող ենք ասել, մենք չենք խաչը հանել Հիսուսին, հրեաներն են խաչը հանել Հիսուսին։ Աստվածաշնչում տողեր կան գրված, երբ որ մենք մեղք ենք գործում, մենք նրան կրկին խաչն ենք բարձրացնում։ Ով է Հիսուսին խաչը հանել։ Եթե կլինի մի մարդ, որ կկանգնի ու կասի ես մեղք չեմ գործել, ինքը կասի ես Հիսուսին խաչը չեմ բարձրացրել։ Որտեղ Աստծո խոսքը ասում է մեր մեղքերի պատճառով նա խաչը բարձրացավ։ Սիրելիներ, շփոթված մարդիկ Պետրոսի այս քարոզը լսելուց հետո հավաքվել էին ու փորձում էին հասկանալ ինչ է կատարվում։ Տեսել էին նշանը, տեսել էին զորությունը եւ փորձում էին հասկանալ ինչ է կատարվում։ Որ լսեցին քարոզը 37-րդ խոսքում գրված է, երբ որ նրանք լսեցին այս, իրենց սրտում զղջացին եւ Պետրոսին նրա մյուս առաքյալներին ասացին. Ինչ պետք է անենք, եղբայրներ։ Ինչ անենք։ Եթե ինչ որ մեկի սրտին այսօր կհպվի այս խոսքերը եւ մենք քրիստոնյա ենք։ Ես հավատում եմ Քրիստոսին։ Բայց իմ ապրած կյանքը Քրիստոսի աշակերտի կյանք չի։ Ես հավատում եմ Աստծուն, բայց զորություն չկա։ Հոգնում եմ, ուժասպառ եմ լինում, ուզում եմ Աստծու ասածով ապրեմ, չեմ կարողանում Աստծու ասածով ապրեմ, մեղքը ավելի շատ է ինձ ձգում։ Ամաչում եմ դավանել Քրիստոսին, կամ ծառայության մեջ կորցրել եմ ուրախությունս։ Քեզ մեկ դեղամիջոց կա։ Լցվիր Աստծու Սուրբ Հոգով։ Լցվիր Աստծու Սուրբ Հոգով։ Աստծու Սուրբ Հոգով լցված աշակերտներն էին, որոնց ոչինչ չկարողացավ կանգնեցնել։ Պողոս առաքյալը խոսում է իր մասին ու ասում, ով կտկարանա, ես չեմ տկարանա։ Խոսում է իր դժվարությունների մասին։ Ներողություն։ Խոսում է հալածանքների մասին։ Խոսում է մահվան սպառնալիքների մասին։ Սրանց դեռ կարելի է դիմանալ։ Խոսում է եղբայրների դավաճանությունների մասին։ Խոսում է նրա մասին, որ ոչ միայն հեթանոս իշխանություններն են իրեն հալածում, այլ իր հետևից եկեղեցու անդամներ կան, որ մտնում են, սկսում են իրենից չարախոսել։ Ով կտկարանա, ես չեմ տկարանա։
ով կթուլանա, ես չեմ թուլանա։ Ո՞րն էր գաղտնիքը։ Հաստատ այդ կարմիր շորերով սուպերմենը չէր Պողոս Առաքյալը։ Ինքը սովորական մարդ էր, որը միացված էր զորության աղբյուրին, իր մեջ Սուրբ Հոգին էր գործում։ Եթե տրտմած ես, տխուր ես, հոգնել ես, ուժասպառ ես, կոտրված ես, հիասթափված ես, չգիտեմ, մարդկանցից ես հիասթափված, մարդիկ կան, որոնցով հիացել էր, հիմա իրանք դավաճանել են, ինչ դժվարություն է եկել քո կյանքում, աչքերդ ուղղիր Աստծո Սուրբ Հոգուն, որ ոչ այստեղ է, ոչ այնտեղ, այլ քո մեջ է բնակվում։ Հիշում եք պատգամի վերնագիրը, ինչպես ընդունել հոգու զորությունը։ Եկեք կարդանք մնացած հատվածն էլ 38-ից 40 ընթերցենք, հետո պատգամի հիմնական կետերը կասեմ, ժամանակս քիչ է, պիտի արագացնեմ, արագ առաջ գնամ, բայց 3 կետ, եթե դու իրոք ուզում ես ընդունել այս զորությունը, 3 կետ, որին պիտի հետևես։ Բայց տեսնենք ինչ եղավ։ Հիշում եք հարցը, այս շփոթված մարդիկ տեսան Աստծու գերբնական դրսևորումը եւ հարցրեցին. ինչ անենք։ Պետրոսը նրանց ասաց 38-ից. ապաշխարեք եւ ձեզնից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի եւ դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք, որովհետեւ այս խոստումը Սուրբ Հոգու խոստումը նայեք ում համար է։ Ձեզ ձեր զավակների եւ բոլոր այն հերավորների համար է, որոնց մեր Տեր Աստված կանչելու է։ Ոչ թե կանչել է, այլ կանչելու է։ Այդ հերավորները մենք ենք սիրելիներ։ Ում համար է այս խոստումը։ Ձեզ համար է այս խոստումը։ Ձեր զավակների համար եւ բոլոր հերավորների համար, որոնք դուք կգնաք, որոնց դուք կգնաք, կքարոզեք իրանք էլ կհավատան, իրանց համար է այս խոստումը։ Բոլորի համար է այս խոստումը, ով կապաշխարի։ Առաջին կետը ինչպես ընդունել, ապաշխարիր եւ դարձիր աշակերտ։ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ վկայում էր նրանց եւ մխիթարում, ասելով փրկեք ձեզ այս խոտոր սերնդից։ Ասում էր այս աշխարհի նմանությամբ մի ապրեք։ Նայեք մյուս մարդկանց, այն ժամանակ հրեաները ներկայանում էին որպես հավատացյալ, բայց չէին ապրում հավատացյալի կյանքով։ Որքան մարդ կա այսօր, որ ներկայանում է որպես հավատացյալ, անգամ եկեղեցի է գալիս։ Բայց երբ որ ինչ որ մեկը ասում է, լսի, քո կյանքը Աստծու ասածով չի։ Ու ինչա քո կյանքը Աստծու ասածով է։ Փոխանակասի ճիշտ ես ասում, թե չէ, գիտեք թրերը ոնց են հանում ու պաշտպանվում մարդիկ։ Իսկ դու կատարյալ ես, կատարյալ մարդ չկա։ Ուղղակի կա մարդ, ով հավատում է, կա մարդ, ով ձգտում է, Քրիստոսի ասածով ապրի, կա մարդ, ով ասում է, նայեք ինչ է, այս խոտոր ազգի ինչ է ասում, այս մոլորյալ ազգի ինչ է ասում։ Ասում է, հնարավոր չի Քրիստոսի ասածով ապրել։ Եթե կլսեք այս խոսքերը, աղոթեք այդ մարդկանց համար։ Եթե ինչ-որ մեկը կասի, հնարավոր չի Քրիստոսի ասածով ապրել, աղոթեք այդ մարդու համար։ Որտեվ սատանան խաբել է իրան։ Դրա համար ասում է չնմանվեք այդ մարդկանց։ Երևի մեզնից յուրաքանչյուրն էլ այդպիսին է եղել։ Ժամանակին մենք կարծել ենք, որ մենք հավատքի կյանքով ենք ապրում։ Դուք ասել եք այդ խոսքերը հավատացյալներին, ես քեզանից ուժեղ հավատացյալ եմ։ Ես էլ եմ հավատում Աստծուն։ Ո՞րն է եղել քո ու իրանց տարբերությունը։ Ո՞րն է Քրիստոսի աշակերտին հավատացող, Քրիստոսի աշակերտ լինող, Քրիստոսին հավատացող մարդու եւ սովորական քրիստոնյայի տարբերությունը։ Սովորական քրիստոնյան ասում է, դե Աստծուն հավատում ենք, բայց դե
ով կարա իր ասածներով ապրի։ Իսկ Քրիստոսի աշակերտները ասում են, այո, մենք մեր ուժերով չենք կարող իր ասածներով ապրենք։ Բայց Տերը ասում է, նվիրվիր հոգևոր աճին, հասունացիր հավատքի մեջ, դրա համար կա եկեղեցի, դրա համար կա քարոզ, դրա համար կա աշակերտական խումբ, դրա համար ունենք Աստվածաշունչը, դրա համար Աստված տվել է իր հոգին, որ մեր մեջ է բնակվում, եւ եթե այսօր չի ստացվում քո մոտ, վաղը կստացվի, մյուս օրը ավելի շատ կստացվի, մի ամիս հետո, մի տարի հետո, 10 տարի հետո դու գնալով, ինչպես Եփեսացիս 4 գլխում է գրված, նմանվելու ես Քրիստոսի հասակի չափին, աճելով, մարմնի մեջ լինելով, ծառայելով իրեն, եւ սա աշակերտության ընթացք է։ Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին եւ այդ օրը նրանք 3000 հոգով ավելացան։ Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, տեսեք ինչպես են աճում։ Նվիրվել էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը, աղոթքներին, նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։ Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր, վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները եւ բաժանում էին բոլորին, ով ինչի կարիք ունենար, ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում, ուրախությամբ եւ պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով, օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում, իսկ Տերը նրանց փրկվածների էր ավելացնում ամեն օր։ Ահա իմ երազանքը, ահա եկեղեցի, որ ես ուզում եմ մաս կազմել այսպիսի եկեղեցու։ Ինչպես ընդունել Սուրբ Հոգու զորությունը, առաջին քայլ, ապաշխարել եւ դառնալ աշակերտ։ Սիրելիներ, ուզում եմ հստակ իմանանք, որովհետև շատ մարդիկ այսօր եկեղեցի են գալիս, բայց ապաշխարած չեն։ Եթե դու ապաշխարությունով չմաքրես քո սիրտը, այդտեղ չի գա ու չի բնակվի Աստծո հոգին։ Աստծո հոգին բնակվում է միայն ապաշխարած մարդու ներսում։ Իսկ ինչ է նշանակում ապաշխարել։ Ապաշխարելը եկեղեցի գալը չէ։ Ապաշխարելը մտքի, մտածելակերպի փոփոխություն է, որը դրսևորվում է մեղքի հանդեպ քո փոխված մոտեցումով։ Առաջ ինձ համար մեղքը սա էր, գիտեք առաջ մինչև ապաշխարելը ինչն էր իմ համար մեղքը, որ տեսնում եմ մեկը շատ վատ բան է անում, ասում էի խիղճ չունի։ Իմ համար դա մեղք էր։ Հիմնականում իմ արածները, բաներ կար, որ իմ արածներից էլ էր մեղք, բայց ես իմ արածները արդարացնում էի։ Դե ասում էի, դե հիմա, չգիտեմ, տենց էլ է լինում։ Կարևոր է իրանց պես շատ մեղքեր չեմ գործում։ Երբ որ ապաշխարեցի, հասկացա ինչ է մեղքը։ Մեղքը այն է, ինչը որ Աստծո կամքին հակառակ է։ Օրինակ, երբ որ Աստված ասում է 6 օր աշխատիր, 7-րդ օրը հավաքվեք ինձ պաշտելու, եւ մենք իրեն ասում ենք, դու երևի ժամանակակից աշխարհում չես պատկերացնում, այնքան զբաղված ենք, որ մենք ամեն 7-րդ օր չենք կարող հավաքվել։ Էլի քեզ կպաշտեմ, երբ հնարավոր կլինի կգնամ, բայց դե մեկ-մեկ էլ գործեր կա, 1000 մի բան կա։ Գիտեք, ամենատարածված հոգևորների մեջ տարածված մեղքի մասին խոսեցի, բայց ցանկացած բան, որ դու ասում ես, հասկացանք, բայց այդպես չի կարելի։ Ոնց կլինի ես քո ասածով ապրեմ։ Սա սիրելիներ մեղք է։ Լինի հայհոյությունը, լինի շնությունը, լինի սուտ խոսալը, լինի, չգիտեմ, իր հանձնարարությունը չվերցնելը, այդպիսի վարդապետություններ կա հատուկ, սա հատուկ մարդկանց համար է։ Թող հովիվները քարոզեն, մենք գալիս ենք լսելու։ Հովիվները կքարոզեն, բայց վկայելը Քրիստոսի մասին յուրաքանչյուրի հանձնարարությունն է։ Եթե դու իր աշակերտն ես, պիտի վերցնես այդ հանձնարարությունը։ Իհարկե զորանաս հոգով, գնաս ոչ թե քո մտքից խոսես, այլ լսես
հոգին ինչ է քեզ հուշում, ինչի մասին վկայես։ Եվ մի բան ասեմ, որ վկայելը, նա չի, մարդիկ ասում են, ես դեռ պատրաստ չեմ, ասում եմ, ինչին պատրաստ չես, ասում եմ, դե կարող է հարցեր տան չկարողանամ պատասխանել։ Մենք պատասխաններ ծառայություն ունենք, 8 տարուց ավելի է ես հարցերի եմ պատասխանում, ուսումնասիրում եմ, փորփրում եմ աստվածաբանների կարծիքները, տարբեր աղբյուրներ, հիմա էլ հարցեր կա, որ ես չգիտեմ դրանց պատասխանը։ Եթե դու սպասես, որ հարցերին պատասխանես, նոր գնաս, երբեք չի հասնի այդ ժամանակը։ Մենք վկայելուց հարցերին չենք պատասխանում։ Մենք վկայելուց ասում ենք Քրիստոս ինչ է արել մեր կյանքում եւ ինչ կարանի քո կյանքում։ Ինձ ազատելա տրտմությունից, քեզ նույնպես կարա։ Ինձ հանելա անիմաստությունից, քեզ նույնպես կարա։ Ինձ բժշկելա, քեզ նույնպես կարա բժշկի։ Չգիտեմ, ամեն մեկը իր վկայությունը ունի։ Կիսվեք մեր շրջապատում այսօր մարդիկ անհուսության մեջ են ապրում։ Եվ վկա լինելու համար պետք չի, որ դու իր հարցերին պատասխանես։ Թող գա եկեղեցի, աշակերտական խմբերում իր հարցերի պատասխանը կգտնի։ Բայց քո վկայությունը հարություն առած Քրիստոսի կենդանի լինելու վկայությունն է։ Ինչ արել նա քո կյանքում։ Եվ որպեսզի մենք այս զորությունը ընդունենք, առաջինը պիտի հասկանանք ինչ է մեղքը։ Ապաշխարությունը հիշեք, մտքի փոփոխություն է, մտքի նորոգում, Հռոմեացիս 12:2-ում գրած է, նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ հասկանաք ինչ է Աստծո կամքը։ Եթե դուք հասկանաք ինչ է Աստծո կամքը, դուք կիմանաք ինչն է մեղք։ Երբեմն ինձ զանգում են, ասում են, հոբիվ ջան, ինձ կասես, էսի մեղքա թե ոչ։ Իհարկե, փորձում եմ Աստվածաշնչով ցույց տալ, բայց համոզված եմ, եթե դու հարցնես Սուրբ Հոգուն, ասես քո խոսքի միջոցով ինձ ասա, սա մեղքա թե ոչ։ Այդ զանգողների մեծամասնությունը գիտի, որ մեղք է, ուզում է ուղղակի հաստատում ստանա դրան, դրա համար են զանգում, բայց իրանք գիտեն, որովհետև եթե հարցնում եմ, օրինակ դու ինչ կպատասխաներ, եթե ուրիշը քեզ հարցներ, դե հիմնականում ճիշտ պատասխան են տալիս։ Գիտեք, ապաշխարությունը ոչ միայն հասկանալն է ինչա մեղքը, այլ նաև դրա համար ցավ ապրելն է։ Երբ որ ես հասկանում եմ, որ ես սխալ եմ ապրում Քրիստոսի առջև, երբ որ ես հասկանում եմ, որ իմ կյանքի սկզբունքները, իմ պահվածքը, իմ վարվելակերպը ցավեցնում է իրան, ու ես սիրում եմ իրան։ Ես շնորհակալ եմ, որ ինքը իմ կյանքում այդ փրկությունը բերել է։ Այդ ցավը գալիս է իմ կյանքում, ես սկսում եմ ցավ ապրել։ Երկրորդ Կորինթացիս 7:10-ում գրված է, որ այս տրտմությունը մեզ տանում է դեպի ապաշխարության։ Եվ նաև Տերը հոգացել է խոստովանությունը եւ զղջումը։ Եվ մենք որոշում ենք կայացնում։ Առակաց 28:13-ում է գրված, Առակաց 28:13 իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա։ Եթե այստեղ կան մարդիկ, որ փորձում են ներկայանալ որպես հավատացյալ, այսինքն մարդկանցից ծածկում են իրենց հանցանքները, ասեմ ձեզ, որ անհաջողությունները, կյանքի անհաջողությունները ձեր դռանը չոքած են։ Զգույշ եղեք։ Հիշում եք Կայենին Աստված զգուշացրեց, ասեց, մեղքը դռանը չոքած է։ Դու իշխիր նրա վրա, թույլ չտաս, որ ինքը քո վրա իշխի։ Իր հանցանքը ծածկողը հաջողություն չի ունենա, սա աստվածային օրենք է։ Շարունակության մեջ ասում է, բայց խոստովանողն ու դրանք լքողը, ոչ միայն խոստովանող, այլ նաև դրանցից հեռացողը։ Սա է ապաշխարությունը։ Եթե ուզում եք անհաջողության մեջ ապրեք, շարունակեք ձեր հանցանքները ծածկել։ Եթե ուզում եք հաջողություն գա ձեր կյանքի մեջ, Աստծուց գթություն գտնեք, խոստովանեք եւ լքեք այդ մեղքերը։ Որոշումը ձերն է։ Մեղքը դուռ է սատանայի առաջ։ Չխոստովանված մեղքը, թաքուն, ծածկված, եւ ապաշխարությունը այս որոշումն է, դարձի գալը։ Եսայա
Մարգարեության 55-ի 7-ում հստակ նկարագրված ասա. թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը իր խորհուրդները եւ վերադառնա Տիրոջը եւ նա կգթա նրան, մեր Աստծուն, որովհետեւ նա առատապես կների, ինչ էլ արած լինես, եթե թողնես, խոստովանես, թողնես ու դարձի գաս դեպի Տերը, նա գրված է առատապես կների։ Հնարավոր չի, Աստված ասում է եկեք վիճաբանենք, նույն Եսայի մարգարեության մեջ է գրված, ասում է եկեք վիճաբանենք, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունից էլ սպիտակ եմ անելու դրանք, ներում կա, եւ ահա հասկանալ մեղքը, ցավ ապրել դրա համար, խոստովանել, որոշում կայացնել հեռանալու, դարձի գալ դեպի Տերը եւ անպայման վերջին կետը ապաշխարության պտուղներով կյանք ապրել։ Հիշում եք Հովհաննեսն ասում էր Ղուկաս 3:8-ում գրված. գալիս եք մկրտվելու որինչ, գալիս եք եկեղեցի որինչ, հավատացյալ անուն ունեք ձեր վրա որինչ, եթե ձեր կյանքը հակառակն է ասում, դուք ուզում եք Սուրբ Հոգու պարգևը ընդունեք, այդ մարդիկ են մտածում, հիշում եք փարիսեցիները, ասում են դրսից գեղեցիկ եք, ծեփած գերեզմանների պես, բայց ներսը ինչա կատարվում, Աստված տեսնում է, Աստված ուզում է զգա այդտեղ բնակվի, չի բնակվի, մաքրի, եւ նա սպասում է, եւ Հովաննու 14:23-ում գրված է, ով իմ պատվիրանները ունի, իմ պատվիրանները պահողը ինձ սիրող մեկն է, եւ ես եւ Հայրը կգանք, Տեր Հիսուսն է ասում, ու նրա մեջ բնակություն կանենք։ Ահա ապաշխարության պտուղը։ Ահա ապաշխարության արդյունքը։ Երկրորդը, սիրելիներ, երբ որ մենք ապաշխարած մարդիկ ենք եւ ուզում ենք Սուրբ Հոգու զորությունը ընդունել, մի հատ հարց եմ ուզում տալ։ Ինչի համար ես ուզում ընդունես։ Ինչի համար, երբևէ մտածել ես։ Մարդիկ ասում են, այն քույրիկը արդեն 3 տարի է լեզուներ է խոսում, ես դեռ չեմ խոսում, այսինքն ինչ։ Լեզուներ խոսալը հոգևորության մրցավազք է, դու էլ ես ուզում դա ունենաս։ Ինչի համար ես ուզում հոգու զորությունը։ Լեզուներ խոսելու, ինչի հետաքրքիր, ասենց վարվում եմ կրակով, այն մի քույրիկը նենց էր ներկայացնում, ասում էր, նենց լավ եմ զգում ինձ, ես էլ եմ ուզում լավ զգամ։ Չես ստանա, մինչև չես հասկացել դա ինչի համար է։ Հիշում եք պատգամի սկիզբը, ինչի համար է հոգու զորությունը։ Որ իր հանձնարարությունը կատարենք, ինչի համար ես ուզում։ Մենք զվարճանքների աշխարհում ենք ապրում։ Եթե գնում եք ինչ-որտեղ ման գալու, միշտ զվարճանալու բան կա, ատրակցիոններ կան, կարուսելներ կան, չգիտեմ ինչեր կան, հատուկ այգիներ կան, Սուրբ Հոգու զորությունը հերթական զվարճանքը չի, որ մենք ասենք, մենք ուզում ենք, ուզում եմ ես էլ զգամ, մեկ-մեկ այնպիսի լավ են գովազդում, հոգևոր եղբայրներն ու քույրերը, որ մյուսները մտածում են, ասում են, ես ինչ հաճույք ունի ես մարդի իր կյանքում, ես չունեմ, ես էլ եմ ուզում այդ հաճույքը ունենամ։ Այո, Սուրբ Հոգու ներկայությունը մեծագույն հաճույքն է, մեծագույն բավականությունը, մեծագույն երանությունը, որ մարդը կարող է ապրել իր կյանքում, բայց նպատակը նա չի, որ մենք հաճույք զգանք, նպատակը նա է, որ մենք զորանանք ու Քրիստոսի ազգերին աշակերտ դարձնելու հանձնարարությունը կատարենք։ Եկեք ճշտենք, ինչի համար ենք դա ուզում։ Ես ուզում եմ, որ քեզ ծառայեմ զորությամբ, Տեր։ Ես ուզում եմ, որ ինչպես առաքյալների դեպքում էր գրված, իմ դեպքում նույնպես, երբ որ ես աղոթ կանեմ, ինչ որ մեկի համար, իմիջիայլոց սա ասեցի ու հիշեցի։ Երբ որ մի կարիքավորի եք տեսնում, մի ասեք, արի եկեղեցի մեր հովիվը քո համար կաղոթի։ Ես կաղոթեմ իհարկե։ Բայց իսկ ինչ նախանգարում, որ դու այդ պահին աղոթ կանես, որովհետև այդ կարող է 10 հոգու հանդիպես մեկը գա եկեղեցի, բայց 9։ Ինչու դու չես ասում։ Տեսի, ես Քրիստոսի աշակերտն եմ։ Ես ուզում եմ
քո համար աղոթել, թույլ կտաս քեզ համար աղոթել։ Ինչի՞ չես ասում։ Գիտեք ինչի, մարդիկ ասում են, բա որ Աստված հանկարծ չբժշկի։ Եթե մտածում եք, ես բոլոր աղոթքների ժամանակ հաստատ գիտեմ, որ Աստված բժշկելու է, սխալվում եք։ Մենք աղոթքի ժամանակ չենք ասում հաստատ բժշկվելու ես, մենք ասում ենք մենք տեսել ենք նշաններ ու զորություններ, մենք տեսել ենք բժշկություններ, եւ հիմա քո հավատքը միաբանի իմ հավատքի հետ։ Ես ուզում եմ աղոթել ու խնդրել Աստծուն բժշկություն քեզ համար։ Ես չեմ բժշկողը, երբ որ ես լինեի բժշկողը, հաստատ կասեի կբժշկեմ թե չէ։ Տերն է բժշկողը։ Եվ ինքը գիտի, ում ինչա պետք ու երբ է պետք։ Բայց ինչու դու չես աղոթում։ Արդյոք ժամանակը շատ քիչ մնաց, երրորդ կետն էլ ունեմ, բայց ուզում եմ այս վկայությունը տալ, մենք հրաշալի ավետարանչության միջոց ունենք մեր եկեղեցու ֆուտբոլային թիմը։ Եվ շաբաթ էր, թե նախորդ շաբաթ էր, որ խաղացին։ Նախորդ շաբաթ էր։ Նախորդ շաբաթ այդ խաղի ժամանակ ես բնականաբար չեմ խաղում, բնականաբար որն է, մի քիչ ծունկս ցավում է, դրա համար չեմ խաղում, ամել երիտասարդներ ավելի լավ են խաղում, բայց ես այնտեղ գնացի ներկա էի եւ այդ թիմից մեկը մոտեցավ ինձ, չգիտեմ, այստեղ է եղբայրը, թե այստեղ չի, հրավիրեցի ամեն դեպքում որ գա, ասեց ես 12 տարեկան եմ եղել ու դու եկել ես հիմա ինքը մեծ բավականին երևի, չգիտեմ, 30-ին մոտ, 25-ից երևի ավել, այդպես մոտավորապես հասկացա, ասես 12 տարեկան եմ եղել, որ դու եկել ես մեր տուն ու աղոթք ես արել եւ գերբնական ազատագրություն է տեղի ունեցել։ Շատ մանրամասներ չասեմ, որովհետեւ անձնական է պատմությունը, ու ինքը ասեց, ես երեխա էի։ Եվ գիտեք, մեր եկեղեցում, եկեղեցա շենքում կամ որտեղ որ հավաքվել ենք, այդպիսի նշան ու զորություն չի եղել, ինչպես իրանց տանն է եղել։ Ինչու եմ սա ձեզ ասում։ Եթե հրաշքներ եք ուզում, եկեղեցին փոխել է սա իր մտքի մեջ։ Ասում է եկեք ու կտեսնեք։ Աստված ասում է գնացեք ու կտեսնեք, մենք ասում ենք եկեք ու կտեսնեք։ Փոխել ենք Աստծո խոսքը։ Աստված ասեց գնացեք։ Մենք պիտի գնանք, հոգով լցված հավատացյալներ։ Մենք պիտի գնանք, մենք պիտի աղոթենք, մենք պիտի վկայենք, մենք պիտի չամաչենք Քրիստոսին դավանելուց եւ Քրիստոսի փրկությունը եւ Քրիստոսի զորությունը, որ նա կենթանի է, որ նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Նույն նշանները կարա այսօր անի քո կյանքում։ Մարդիկ կարիք ունեն գերբնական նշանների։ Եվ դա միայն լեզուներ խոսալը չի, լեզուներ խոսալը Սուրբ Հոգու պարգևներից մեկն է միայն։ Այնտեղ շատ զորավոր պարգևներ կան։ Բայց առաջինը ապաշխարիր, որպեսզի մաքրես քո սիրտը, երկրորդը հասկացիր քո կանչվածությունը, ընդունիր հանձնարարությունը։ Մի ամաչի, երբ որ տեսնում ես մեկին, որ կարիքի մեջ է, մի ամաչի ասելուց, եկ հիմա աղոթենք։ Եթե հարմար չի այդ առանձնացի, ասա գործից հետո ուզում եմ քեզ հետ զրուցել։ Աղոթիր եւ կտեսնես։ Եթե քո մեջ հոգին է բնակվում, քո միջի հոգին պակաս զորավոր չի, քան հովիվի միջի հոգին, որտեւ դա նույն Աստծո հոգին է։ Քո մեջ բնակվող հոգին պակաս զորավոր չի, քան Պողոս առաքյալի մեջ բնակվող հոգին, որովհետեւ դա նույն հոգին է, սիրելիներ։ Դա Պողոս առաքյալի հոգին չէր, որ այդ նշանները անում էր, դա Սուրբ հոգին էր, որ Պողոսի մեջ էլ է, քո մեջ էլ է։ Եվ մենք պիտի այս խոնարհությունը ունենանք, որ թույլ տանք ինքը մեր միջով գործի։ Երրորդը եւ վերջինը՝ միաբան լինելը։ Հիշում եք, իրանք միաբան էին։ Ոչ միայն ապաշխարած էին, ոչ միայն ընդունել էին հանձնարարություն, այլ միաբան էին եկեղեցու հետ։ Տեր Հիսուսը աղոթում էր իր աշակերտների համար Հովանու 17:21-ում ասում էր.
Հայր, խնդրում եմ, որ ինչպես մենք ենք մեկ, իրանք էլ իրար մեջ մեկ լինեն։ Քեզ հարց եմ ուզում տալ, դու միաբան ես եկեղեցու հետ։ Դու համաձայն ես եկեղեցու հետ։ Երբ որ այստեղից ինչ-որ բանը հայտարարվում, մենք հրաշալի ծոմապահություն ունեցանք, Դանիելի ծոմապահությունը։ Իհարկե, ես չեմ կարող ստիպել, որ բոլորը մասնակցեն, բայց եթե համաձայն չեք, կամ չգիտեմ, եկեղեցում ուրիշ նախաձեռնություններ ենք ունենալու։ Մենակ ծոմապահությունը չի, ավետարանչություն ա լինում, միջոցառումներ ա լինում, ամսի մեկին երեխաների, այսինքն մեկի տոնը անելու ենք դրա նախորդող կիրակին, 31-ին, հայտարարվեց, որ երեխաների համար հատուկ միջոցառում ենք ունենալու։ Դու մտածում ես, որ սա նաև քո հանձնարարությունն է։ Գուցե երեխա չունես, բայց ունես, չգիտեմ, բարեկամի երեխա, եղբոր երեխա, հարևանի երեխա, որ հնարավոր է այդ հարևանին էլ իր երեխայի հետ հրավիրես այդ օրը եկեղեցի։ Մտածում ես սրա մասին։ Քո սրտով համաձայն ես եկեղեցու հետ, միաբան ես։ Աստվածաշնչում գրված է, եթե համաձայն չես, ինչպես ես ճանապարհ գնալու։ Իրանք միաբան մեկտեղ հավաքված սպասում էին։ 133-րդ Սաղմոսում է գրված, որքան բարի եւ որքան ցանկալի է։ Բոլորը չասեմ, ասում է այդ միաբանությունը։ Այնտեղ Աստված հրամայել է կյանք եւ օրհնություն։ Աստված սիրում է միաբանությունը։ Աստված չի սիրում, երբ որ դառնության արմատ է բուսնում եկեղեցում, սկսում է սրան նրա մոտ բամբասել։ Համաձայն չես, արի արտահայտվի։ Բայց միաբանությունը մի խաթարիր, որովհետև հոգին գործում է միաբանության մեջ։ Եվ մենք պիտի միաբան լինենք, սիրելիներ։ Վերջին հատվածը ընթերցեմ եւ կանգնենք աղոթքի։ Գործք առաքելոց 4 գլխում բոլոր են մարդիկ, ովքեր մեկ անգամ ընդունել են հոգու մկրտությունը։ Լսեք, հոգով լցվելը շարունակական է։ Տեսեք, երկրորդ գլխում տեսանք, չէ՞ որ հոգին իջավ։ Հիմա 4 գլխում, ընթերցենք 27-ից 35 խոսքերը, առաքյալները բախվել էին մեծ դժվարության։ Այն ժամանակի երկրի իշխանությունները արգելում էին իրենց կատարել Տեր Հիսուսի հանձնարարությունը։ Ես կարծում եմ մենք ապրելու ենք այդ ժամանակները, երբ որ մեզ արգելելու են Քրիստոսի հանձնարարությունը կատարել, եւ մենք կարիք ունենք հոգով լցվելու։ Տեսեք, Արդարև 27-րդ խոսքից 4:27-ը։ Արդարև այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը, Պոնտացի Պիղատոսը, հեթանոսների եւ Իսրայելի ժողովրդի հետ, քո սուրբ որդու Հիսուս Քրիստոսի դեմ, որին օծեցիր։ Ովքեր էին, թե հռոմեական իշխանությունը, թե Իսրայելի ժողովուրդը, թե կրոնավոր իշխանությունը, բոլորը դեմ էին, որ աշակերտները Հիսուս Քրիստոսի գործը կատարեն։ Որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ լինի։ Եվ այժմ Տեր, նայիր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խոսքը խոսել տուր, որ քո ձեռքը մեկնես բժշկության համար եւ նշաններ ու հրաշքներ լինեն քո սուրբ որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Նրանց աղոթելուց հետո շարժվեց այնտեղը, որտեղ հավաքված էին եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ Աստծո խոսքն էին քարոզում համարձակությամբ։ Այս մեկ անգամ լցվածները եւս մեկ անգամ լցվեցին Սուրբ Հոգով եւ դուրս եկան արդեն սպառնալիքներին դեմ հանդիման համարձակությամբ խոսելու։ Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։ Առաքյալները մեծ զորությամբ վկայում էին Տեր Հիսուսի հարության մասին եւ նրանց բոլորի վրա մեծ շնորհ կար։ Ահա, ես ուզում եմ հիմա կանգնենք աղոթքի, սիրելիներ։ Կանգնենք աղոթքի, հասկանալով ապաշխարության կարևորությունը։ Կանգնենք աղոթքի, հասկանալով մեր նրա հանձնարարությունը վերցրած լինելու կարևորությունը։ Կանգնենք աղոթքի, հասկանալով եկեղեցով միաբան լինելու կարևորությունը։
խնդրենք Տիրոջը, որ իր ձեռքը, ինչպես այստեղ գրած է, մեկնի բժշկության համար, նշանների համար, հրաշքների համար, իր որդու Հիսուսի անունով։ Շնորհակալ ենք Տեր, գոհանում ենք քեզնից, փառավոր Աստված, ահա ինչպես Պենտեկոստեի օրը քո հոգին հեղեցիր, ինչպես Գործք 4-րդ գլխում քո հոգին հեղեցիր, այնպես այսօր խնդրում եմ, որ այս քարոզը հաստատես, խոսելով մարդկանց սրտերին, ամեն մեկին կանչելով այն ծառայության մեջ, որի մեջ կանչված է, եւ նաեւ տալով այն համընդհանուր հանձնարարությունը, որ քո վկայությունը մարդկանց հասցնելու հանձնարարությունն է, որ մենք ամեն մեկս մեր շրջապատի մարդկանց համար վկայող եւ աղոթող քո աշակերտները լինենք եւ քո ձեռքը մեկնիր, որ հրաշքներով ու նշաններով հաստատես այն ավետարանը, այն ճշմարտությունները, որ քո զավակները կփոխանցեն իրենց շրջապատում։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Ամեն։ Ողջ փառքը մեր Տիրոջը։